Մենք կունենանք շատ հետաքրքիր հաղորդում, յուրահատուկ հաղորդում, որտեղ բժշկությունը հանդիպում է քաղաքականությանը, բայց նախքան այդտեղ անցնելը, ուզում եմ բոլորիդ ներկայացնեմ Արա Պապյանի Հայաստան հայաթերթ մամուլի առաջին հրապարակումները հայոց ցեղասպանության վերաբերյալ 15 թվականի այս ծավալուն գիրքը, որը արդեն հրապարակվել է, ցանկացողները կարող են ձեռք բերել տեղեկությունների համար, խնդրում եմ զանգահարել Լոս Անջելեսի ԱԺԲ հեռախոսահամարին եւ մենք կտանք ձեզ բոլոր տեղեկությունները։ Ընթացքում խնդրում եմ, եթե կունենաք հարցեր կամ կուզենաք մասնակցեք զրույցին, մի վարանեք, անպայման ակտիվ եղեք, նշումներ արեք, հարցեր տվեք եւ լայքիկները դրեք, որպեսզի հաղորդումը հասանելի լինի մասաներին։ Իսկ հիմա ներկայացնեմ մեր հաղորդման հյուրին, դոկտոր ատամնաբուժ, դիմացնոտային վիրաբույժ, դոկտոր Էդվին Ռոստամին, որը մասնագիտացված է ինչպես Հայաստանում, այնպես Իրանում եւ բավականին շատ դասախոսություններ է անցկացնում տարբեր երկրներում, ինչպես հիմա ԱՄՆ-ում։ Նա ապարգևում է ոչ միայն ժպիտներ իր հաճախորդներին եւ իրեն լսողներին, այլ նաեւ մտածելու տեղիք է տալիս, որտեղ ինքը քաղաքականապես շատ արթուն անձնավորություն է։ Սկսենք ձեզնից, պարոն դոկտոր Էդվին, խոսենք մի քիչ ձեր աշխատանքից, ձեր մասնագիտությունից, ինչպես եղավ, որ որոշեցիք աշխատել տարբեր տեղերում, ինչպես եղավ որոշեցիք դասընթացներ անցկացնել, պատմեք մի քիչ ձեր մասին։ Ուրեմն նախ շնորհակալություն հաղորդմանը հրավիրելու համար։ 92 թվականից, երբ ես մեկնեցի Հայաստան Թեհրանից ուսումը շարունակելու, դե միշտ փափագել էի հայրենիքում շարունակեմ ուսումը եւ այդ թվականից սկսած արդեն ու բնակվեցի, հիմնավորվեցինք այնտեղ, երեխաներս երկուսն էլ, մեկը oral surgeon է, մյուսն էլ դիմացնոտային վիրաբույժ աղջիկս եւ աշխատում են հիմա Հայաստանում։ Դե մտահղացումը, որ տարբեր երկրներ աշխատել, որովհետեւ Հայաստանում, ինչպես հիմա, տարբեր երկրներից մենք մեր պացիենտները հաճախում են եւ բժշկական որակը բավականին բարձր է Հայաստանում բարեբախտաբար, վերջին 15-20 տարիների ընթացքում շատ մեծ զարգացում եւ թռիչք ունեցավ, մանավանդ մեր ճյուղը, բավականին շատ լավ կլինիկաներ կան, բավականին շատ հետաքրքիր լաբորատոր աշխատանքներ է կատարվում եւ դա ուրախալի է։ Միևնույն ժամանակ բավականին մատչելի գները համեմատ մյուս երկրների, դրա համար մեծ քանակի դրսից դիմորդներ կան ծառայություններից օգտվելու համար։ Բայց քանի որ մեր աշխատանքը այնպեսին է, որ ենթադրենք որոշ մասերում մի էտապով չի ավարտվում աշխատանքը եւ բուժման համար անհրաժեշտ է 2 էտապով, երբեմն 3 էտապի այց, դժվար էր ենթադրենք Թեհրանից կամ ասենք մինչև մի քանի տարի առաջ նաև Իսպանիայից կամ տարբեր երկրներից որ գալիս էին, իրանց երկրորդ անգամ այցը շատ դժվար է, դրա համար որոշեցին, որ երկրորդ կլինիկան Թեհրանում ունենալ եւ երբեմն համագործակցում ենք մեր գոլեգաների հետ միասին, օրինակ Բարսելոնայում, որպեսզի կարողանանք մենք պացիենտների երթևեկը ավելի քչացնենք, որ իրանց համար ավելի հեշտ լինի։ Դրա համար այդ կլինիկաները բացելով մենք իրանց ավելի թեթևացրեցինք իրենց հոգսերը եւ հեշտացավ բուժման process-ը ընթացքը։ Մտածել մտածում եք հաճախորդի մասին, հիվանդի մասին, հեշտացնելու։ Իհարկե որ դժվար չի լինի, որտեղ ես մի հոգի ճամփորդելը շատ ավելի հեշտ էր, քան ասենք մի 25, 30, 50 հոգի գային իրանց երկրորդ էտապը։ Ինչպիսի զգացմունք է աշխատել Հայաստանում, աշխատել արտերկրում։ Ինչ մարդկանց տարբերությունը, նմանությունը, առողջապահության տարբերությունը, մշակույթի տարբերությունը, ինչպես է դա ազդում ձեր աշխատանքի վրա։ Բնականաբար կան նմանություններ, կան տարբերություններ։ Ես նույնիսկ ասեի հենց մեր մոտ, մեր ժողովրդի մոտ էլ բարեբախտաբար Հայաստանում բավականին զարգացել է մշակույթը։ Եթե 92-3 թվին դե
հայտնի հանգամանքներից այդ դժվար տարիներին ավելի քիչ էին ժողովուրդը ուշադրություն դարձնում իրենց օրինակ Բերանի խոռոչին դե պարզը հասկանալի է դժվար տարիներին եւ այլն, բայց հիմա բավականին մեծ զարգացում ապրել եւ ուրախալի է որ տեսնում ենք երիտասարդ սերունդը, ավելի միջին սերունդը կամ ավելի բարձր սերունդը բավականին գիտակցաբար մոտենում է եւ մոտենում են բավականին բարձր գիտելիքներով եւ դա ուրախալի է մեզ համար որ դա ազդում է որ մենք էլ ստիպված ենք անընդհատ մեզ ինչպես ասած update անենք իհարկե օրվա հետ օրվա գիտելիքներով առաջանանք որովհետեւ կարողանանք ամենալավ ձևի ծառայություններ մատուցենք ժողովրդին շատ հետաքրքիր է իսկ առողջապահական համակարգը շատ է տարբերվում Հայաստանում արտերկրից Հայաստանում մինչև մի քանի տարի առաջ իհարկե շատ ավելի տարբեր էր հիմա այս պետպատվերները եւ այլն որոշակի ծառայություններ որ կա իհարկե դրանք հիմնական մեր մասնագիտության չեն վերաբերվում ավելի շուտ ստացիոնար հիվանդանոցային պայմաններում ինչու՞ չէ բայց ընդհանրապես հիմա ավելի դրական փոփոխություններ կա աշխարհում էլ չեն կարող ասենք միանշանակ օրինակ Պարսկաստանում որոշակի համակարգ կա այնտեղ եւ ապահովագրական եւ պետական հովանավորությունը որոշակի հիվանդությունների դեպքում Հայաստանում մի ուրիշ ձև է Ամերիկայում ըստ ես ինչքան որ մեր գոլեգաների մոտ տեսնում եմ բավականին համակարգն ուրիշ է եւ ամեն մեկը ես կասեի ունի իր դրական եւ բացասական կողմերը այսինքն տես միանշանակ չեն կարող ասենք որ լավն է Հայաստանում կարող ասեմ որ դրական քայլեր արվել է բայց դեռ բավականին տեղ ունենք եւ ինձ թվում է որ մենք շատ ավելին կարող ենք զարգացնել գնդեի համակարգը որպեսզի կարողանան ավելի մեծ քանակի մարդիկ ավելի որակյալ ծառայություններից օգտվեն Իսկ ինչ է դրա համար հարկավոր օրինակ չգիտեմ միջամտություն պետական աստիճանով մասնագիտական հարկավոր է ինձ թվում է եթե մի բառով ասենք մի քիչ հարկավոր է իրար ավելի շատ սիրել ու ազգային մտածելակերպով մի քիչ բանան է մենք պետք է մտածենք որ մեր կողքի հայրենակիցը թեկուզ անծանոթ ինքը մեր ընտանիքի նման է եթե ես ինչ կանեի իմ ընտանիքի նման անեմ ուրիշի համար եթե նույն մտածելակերպը լինի բերևից ներքև նախարարից բռնած միջև աշխատողներ միջև բժիշկը միջև բոլորս եթե այդպես եւ առհասարակ բոլոր բնակավարներում եթե մենք մտածենք որ մեր կողքինը մեզ օտար չի մեր ընտանիքի անդամ է իմ եղբայրն է իմ քույրն է եւ ես վերաբերվեմ իր հետ ոնց կուզեի որ իմ եղբոր կամ իմ քրոջ հետ վերաբերվեին ամեն ինչ ինձ թվում է իր տեղը կընկնի Համամիտ եմ վերաբերվիր դիմացինիդ այդպես մի պսիխոլոգ բարեկամ ունեի ասում էր դիմացինիդ վերաբերվի այնպես ինչպես դու ես ուզում որ քեզ հետ վերաբերվեն միանշանակ Ես գիտեմ որ դուք ձեր մասնագիտության բերումով շատ օգնություններ եք անում թե սասնածռերի տղաներին թե պատերազմից հետ եկած տղաներին ընդհանրապես հանրության մեջ լսել եմ որ դուք շատ ավելի շատ եք անում, քան թե միայն կլինիկականը։ Մի երկու բառով կամ փոփեք անկեղծ ասած ինչ բարեգործություններ եք դուք անում։ Դա բարեգործություն չեմ համարում, դա հոգու պարտ, ես անկեղծ հոգու պարտք եմ համարում եւ միշտ երազել եմ ես երբ որ որոշեցի որ պետքա բժիշկ դառնամ, ասում էի ինքսի մեջ մտածելով Աստծո հետ զրուցելով ասում եմ այնց հնարավորություն ստեղծի որ ես կարողանամ օգտակար լինեմ մեկին եւ անապահով մարդկանց կարողանամ իմ չափով օգտակար լինեմ 2019-ին մի ծրագիր սկսեցինք անունը Ժպտա Հայաստան դրեցինք եւ ես առաջարկեցի իհարկե իմ շրջապատի գոլեգաներին ովքեր որ ծանոթ էին ես ասացի որ մոտավորապես եթե 3000 ատամնաբուժ մեր բնակավարում ամեն մեկը շաբաթը 1 հոգի անապահով ընտանիքին կամ անապահով մարդուն ծառայություն տան շաբաթը 3000 այսինքն ամիսը 12000 եւ տարին 144000 մարդու մենք առանց որևէ մեկի վրա ծանրաբեռնվածություն ունի մենք այդ հարցը կգիս 5 տարում 700000 են լրիվ խիստ կարիքավոր ընտանիքներ կամ անհատներ որոնք չեն կարողանում ֆինանսական խնդիրների պատճառով օգտվեն լիարժեք մեր ծառայությունից մենք կարողանանք այդ հարցը լուծենք
բավականին քայլեր արեցինք Արաբկիրի թաղապետարանից անապահով ընտանիքների ցուցակը վերցնելով, բավականի աշխատանք արանք, մինչև հետո ցավոք այդ 2020 թվականի պատերազմը ամբողջ ծրագիրը փոխեց, պատերազմից հետո մենք լծվեցինք մեր զինվորներին, մեր հերոսներին, մանավանդ նրանք, որ հաշմանդամություն ունեն, եւ այդտեղ արդեն ընդհուպ ամբողջ ծառայությունը, ընդհուպ մինչև ամբողջական իմպլանտացիա, այսինքն մենք ունենք դեպքեր, որ պայթյունից ատամները կորցրել են մեր հերոսը, ամբողջությամբ ծնոտը, դեմքը վիրավորվել եւ այլն, 16 իմպլանտ եւ ամբողջական կերամիկաներով վերականգնել ենք, առանց որ որևէ կոպեկ, որևէ մեկից օգնություն ստանանք, ես իմ հնարավորության սահմաններում ինչքան որ կարողացել եմ արել եմ։ Դա չեմ համարում բարեգործական, դա համարում եմ հոգու պարտք։ Հիմա էլ մեծ սիրով միշտ իմ կլինիկայի դռները ոչ թե մենակ ես, մեր անձնակազմը մեծ սիրով բոլորն էլ պատրաստ են եւ մենք շուտով կվերադառնանք այն մեր ծրագրին, ռիթմիկ Էջիպտը Հայաստանը կշարունակեմ եւ հուսով եմ, որ ավելի մեծ քանակով գոլեգաներ կմիանան մեզ այդ հարցում։ Շատ հիանալի ծրագիր է, շատ հիանալի։ Իսկ ինչ տարբերություն նկատեցիք ժողովրդի մեջ այ 20-ից առաջ, պատերազմից առաջ եւ պատերազմից հետո Հայաստանի հաճախորդի հիվանդի մեջ եւ այդ նույն ընթացքում արտերկիր որ գնացել եք աշխատել եք այդ հիվանդների մեջ ինչ տարբերություն նկատվեց ժողովրդի մեջ։ Դե մեծ շատ ծանր բարոյական ֆիզիկական հարված էր մեզ 2020 թիվը եւ միջև հիմա ես կարող եմ ասեմ, որ դեռ մեծ մասամբ ժողովուրդը ուշքի չեն գալի այդ հարվածից։ Կորուստը շատ անհամեմատ շատ մեծ է, այսինքն շատ դժվար է հաշտվել, բնականաբար այդ ամենը ազդել է մեր ժողովրդի վրա եւ չեմ, այսինքն եթե որևէ մեկը չի ազդվի, ես կարող եմ կասկածեմ նրա ռեալ եւ տրամաբանության վրա, ասենք ընդհանուր մարդկային արժեքների վրա։ Պարզավոր օտար երկրներում, եթե այդ խնդիրը ավելի քիչ են շոշափել, չեն կարողանա ներողություն։ Նրանք այդ խնդիրը չունենալով բնականաբար չեն առնչվել եւ ավելի բնավորությամբ կամ հոգեբանորեն ավելի տարբերում են մեր ժողովրդից։ Մի քիչ ավելի հանգիստ են նրանք։ Իսկ եթե մեր ժողովրդի մասին խոսենք, գնում եք հարկավ հայերի եք տեսնում, չէ՞։ Հայաստանի ցավը տեսած հայը կամ դրսի հայը, որտեղ մենք բոլորս ենք ցավը զգում, ունեն նմանություն, թե նորից դրսի հայը ավելի հանգիստ է։ Եթե հայը մարդը իրան հայը համարում, ցավը ինձ թվում է հավասար է Հայաստանի ու դրսի չունի։ Ես շատ դրսի մարդիկ գիտեմ, որ ավելի ցավ են զգում, անկեղծ ասած։ Առհասարակ այդ եմ ես միշտ մտածում եմ, որ այս չափանիշը մեզ համար պետքա երևի մի հատ բացվի այս թեման, ով է հայը։ Մենք մի անգամ եւ միշտ հասկանանք այդ որ ասում ենք հայ ինչի նկատի ունենք, որտեվ շատ մարդիկ կարող է յան ազգանուն են կրում, բայց հայ չեն, բայց մարդիկ կան, որ ազգանունը լրիվ ուրիշ է, բայց ամբողջությամբ հայ են։ Այս վերջերս այդ հարցի ես շատ էի տալիս, հիմա ձեզ տամ այդ հարցը, ինչ եք հասկանում հայ ասելով, եթե դուք հայ եք, ինչ եք հասկանում, ինչ է նշանակում դա ձեր համար։ Հայը ես հարազատներիս հետ մանավանդ այստեղ որ երբեմն նստում ենք, զրուցում ենք, ես միշտ ասում եմ, Ժորժ ջան, հայ լինելը մի բրենդ է, այսինքն եթե դուք կրում եք, ինչպես եթե թանգանոց, չգիտեմ, շոր եք, հագուստ եք հագնում կամ ժամացույց եք ուզում կրեք, մեծ հպարտության հետ միասին մեծ պատասխանատվություն ունի այդ ապրանքը կրելու։ Հայ բրենդը կրելն էլ մեծ պատասխանատվություն ունի հպարտության հետ միասին։ Հայը ինձ թվում է, որ մեր քանի հազար ամյակ մեր պատմության խտացված տեսակը, որ կցանկանա պաշտպանի, պահպանի եւ զարգացնի այդ եղածը, իմ կարծիքով դա հայն է, ով որ ծանոթ է մեր մշակույթին, ով որ ցանկություն, ով որ տրվում է, ով որ նպաստում է ինչ որ բանով այդ մշակույթը, այդ պատմությունը զարգացնելու։ Այո։ Կապ չունի ազգանունը։ Շարլ Ազնավուր էր ազգանունը։ Հա։ Այո։ Շատ մեծեր ենք ունեցել, որ յանով չեն վերջացել, բայց այո, մարդու սիրտը հոգին,
եւ ուղեղը, եթե հայ է եւ գործը մարդու գործն է մնում անմահ, ինչպես որ դուք եք անում։ Դուք խոսում եք մի քիչ առաջ, որ պատենտավորել եք ինչ-որ բաներ, դրանցից մի քիչ կխոսեք, ինչ եք պատենտավորել։ Գիտության մեջ իմ բնակավարում Որտեվ դուք նաև գիտնական եք, այո։ Շուրջ 8 տարի առաջ մի ծրագիր սկսեցինք Անգլիայի մի հատ գործարաններից մեկի հետ, որտեղ որ մարդու հյուսվածներից graft նյութեր են, պատվաստման համար նյութեր են արտադրում, դա հատուկենտ գործարաններ են աշխարհում, մի քանիսն են, որը որ օրինակ մարդու ոսկրից կամ մաշկից կամ սրտի փականներից կամ փականներից արտադրում են տարբեր craft material-ներ, պատվաստանյութեր, որտեղ որ օգտագործում է տարբեր բնակավարում դիֆեկտներ վերականգնելու, մանավանդ մեր դիմացնոտային կամ մնացած բնակավարում այ 8 տարի առաջ այդ գործանի հետ ստեղծեցինք մի նոր ոսկրի տեսակ, որտեղ որ ինքը լինելով փաթի նման, խմորի նման, երբ որ տեղադրվում է դիֆեկտի վրա, օրինակ ոսկորը եթե դիֆեկտ ունի կորցրած մասն է ոսկորը եւ պետք է վերականգնենք, օրինակ հետագամի իմպլանտացիա անելու համար, հիմա այդ տեխնիկներ, որ հիմա կա, բավականին երբեմն բարդ է կամ մեծ փորձառություն է պահանջում կամ ունի իր բարդությունները։ Այս ոսկրի տեսակով տեղադրելով կարող ենք մենք ավելացնել հատուկ ակտիվատոր իր վրա եւ 10-15 րոպեի ընթացքում ինքը ոսկորը ամրանում է տեղում եւ բավականին հեշտացնում է գործը։ Մոտ 2 ամիս առաջ Անգլիայում առաջի անգամ պրոմոտ արանք ու այդ առաջի վիրահատություններն արել ենք Հայաստանում մոտ 7 տարի առաջ, 7 տարի follow ունենք, բավականին արդյունքները հետևել ենք եւ նոր արդեն շուտով կլինի ընդհանուր վաճառքի եւ մենք Հայաստանում էլ կունենանք այդ վաճառքը բարեբախտաբար, որ բավականին հեշտացնելու է դիմացնոտային վիրաբույժների աշխատանքը։ Դրանից առաջ էլ 14 տարի առաջ մի նոր իմպլանտի տեսակ էր, որի վրա աշխատեցինք, դա բոմպլանտ էր կոչվում, որը իմպլանտի եւ ոսկրի համատեղ խառնուրդն էր պատրաստի վիճակում, դա էլ էր հեշտացնում վերականգնողական աշխատանքները, երկու փուլ վիրահատության փոխարեն դառնում էր մեկ этап եւ բայց այս երկրորդ ֆիլբոնը, այս նոր ոսկորը, որ մասին խոսեցի, դրա ստեղծելուց հետո արդեն ոնց որ նա էլ արդեն իմաստը գործնում հին եղավ, էլեկտրոնիկայի նման ավելի նորույթ է, ավելի հեշտ է եւ ավելի հեշտացնում է գնալով աշխատանքը։ Շատ հետաքրքիր է, ես անգամ հետաքրքրված եմ արդեն դրանով հիմա, բայց հետո ես կնայեմ դրան։ Իսկ հիմա մի հարց եմ ուզում տամ, մի քիչ ավելի անձնական, դուք շատ բաներ եք արել եւ ձեր ամեն պատմածներից երևում է շատ զբաղված եք ձեր աշխատանքի մեջ, կլինիկայում, հայտնագործություններով շատ զբաղված եք։ Այդ զբաղվածության մեջ ինչ պատահեց, որ դուք որոշեցիք հետաքրքրվեք քաղաքականությունով։ Ինչը ձեզ դրդեց բերեց քաղաքականության։ Գիտեք ոնց է, քաղաքականությունով ախր տեսեք, մենք ծնվում ենք այդ անունը, որ որոշում են, անուն ազգանունը։ Անձնագիրը նույնիսկ տալուց դա ինք արդեն քաղաքականություն է։ Միթե օրինակ Վրաստանում կամ տարբեր երկրներում ազգանունները, որ փոխում են դիտավորյալ, դա արդյոք քաղաքականություն չի։ Այսինքն մենք ծնվում ենք, ուզենք թե չուզենք, քաղաքականությունով, թաղման արարողությունը հերը տնից հերը դա նույնորեն քաղաքականություն է, ընթացքում ապրելը, ընտրությունները, ամեն ինչը դպրոց գնալը, համալսարանը, բոլոր փուլերը մերը քաղաքականություն է։ Եվ եթե դու չես զբաղվում դրանով, չեմ ասում, որ ամենը քաղաքական գործիչ է, հաստատ քաղաքականությունը զբաղվելու է քեզանով։ Այսինքն դա անխուսափելի է։ Ուրեմն ռեալ չափի ամեն մարդ իր գիտակցության չափով ամենավատ բանը անտարբեր մնալն է։ Ուրեմն եթե նույնիսկ քաղաքականությամբ ոչենք, ես օրինակ ոչ քաղաքականագետ չեմ, ես իմ անձնական կյանքն ունեմ, անձնական աշխատանքը, բայց փորձում եմ հնարավորին չափ այնպես անեմ, որ ընդհանուր միջավայրը, ընդհանուր իրավիճակը հնարավորինս քիչ վնասի ինձ եւ մեր, ասենք շրջապատին, իմ ազգին, իմ հնարավորին չափով։ Այդքանով ենք զբաղվում քաղաքականություն, ինձ թվում է
ամեն մարդ որ այդքանով կարողանա զբաղվի, ինչ որ բան փոփոխվի։ Շատ բժիշկներ եւ շատ գիտնականներ խուսափում են քաղաքականություն բառից, չեն ուզում ընդհանրապես խոսեն քաղաքականությունից, նույնիսկ եթե իրենց արարքները քաղաքական են, չգիտես ինչի վախենում են, չեն ուզում ընդունեն, որ սա էլ է քաղաքականություն։ Այո, դպրոց գնալը, գործի գնալը, ամեն ինչն է քաղաքականություն է։ Ընտրություն անելը, ամեն ինչն է քաղաքականություն։ Բայց ինչ են վախենում, ինչ է կարծում, ինչու են շատ ատամնաբուժներ, բժիշկներ, շատ գիտնականներ լռում, ընդհանրապես շրջանցում են այդ խոսքերը։ Դուք չեք, մենակ դուք հանգիստ խոսում եք, դուք հանգիստ արտահայտում եք ձեր գաղափարը, չեք վարանում։ Ինչի չեն զբաղվում, ինձ թվում է, երևի այս մեր բնակավար, հա, մեր աշխատանք, այսինքն մեր գոլեգաներին ինձ թվում է, ինչպես ասեցիք, շատ զբաղված կամ լարված աշխատում են աշխատանքի վայրում կամ հետագայում ընթերցանությամբ եւ այլն իրանց այդ մեր մասնագիտական բնակավարում ժամանակ քիչ է մնում, որ զբաղվեն այլ խնդիրներով, բայց քաղաքականություն երևի, չգիտեմ, այդ երթում որ մենք տվեն նույնիսկ որտեղ մենք գիտենք, նույնիսկ մեր թշնամուն մենք վերաբերում ենք բուժման պահին, ահա, դա կարող է մասնագիտական այդ ազդեցություն ունի, որ այդքան իրանց մոտ այդպես արտահայտված չի, այդ սրացված չի այդ տարբերություններ եւ իրանք փորձում են բուֆերային բան լինեն, այսինքն ապահով սահմանում լինեն, մեղմացնող, ոչ թե իրանք ապահով սահման, իրավիճակը հանգստացնող երևի, ավելի այդ լիցքաթափող դեր կատարեն, ես չգիտեմ, ինչքանով կստացվի թե չէ։ Դուք չեք վախենում դրանից։ Չէ, ես դուք ազատ խոսում եք քաղաքականությունից։ Դուք ազատ խոսում եք, արտահայտում եք ձեր սրտից ինչ որ գալիս է։ Ինչ որ տեսել եմ, ինչ որ զգացել եմ, ես իմ զգացածն եմ ասում։ Այո, մի բան էլ էի ուզում հարցնել։ Դուք երբ որ որոշեցիք, դուք փաստորեն միշտ եք քաղաքական եղել, որովհետև այդպես մեծացել եք, ձեր համար ամեն ինչը ապրուստն է։ Երբ որ դուք ազատ խոսում եք քաղաքականությունից, դուք խոսում եք ազատ քաղաքականությունից, ինչպիսի արձագանք եք ստանում ձեր շրջապատից, ձեր գոլեգաների շրջապատից, դրական, բացասական, կամ ուղղակի բուֆերային։ Դե բնականաբար, եթե ասենք հետաքրքրվում ես ինչ որ տեղ քաղաքականություն չասեմ, ես փոքրուց էլ ասենք մեծացել ենք ազգային ոգով, մանավանդ ազգայնականությամբ կայինք, Արարատ միություն այն ժամանակ գնում էինք, այնտեղ Սփյուռքում համայնքներում ավելի մեծ է, որոշ ասենք կուսակցություն ունենք, որի ազդեցությունը ավելի մեծ է։ Դա չէր խանգարում, մենք ազգային ոգով էինք, ազգային ոգին, ինչքան որ հասկանում։ Ուրեմն ինչը որ ազգային էր, ինձ համար այսպես ասած կարմիր գիծ էր համարվում։ Եվ ես եթե այդ հարցով քննարկում են, կարող է հակառակ կարծիքելի հենց հիմա իմ գոլեկաներից, իմ դասախոսներից կարող է հակառակ կարծիք են ոչ թե ազգային հարցում, այլ քաղաքական հայացքով, բայց դա էլ է նորմալ, կարևոր ես գիտեմ, որ իրանք էլ ուզում են ազգին ինչ-որ բանով օգտակար լինեն։ Ազգային են։ Կարող է ես եմ այդ, ասենք, որտեղ հայացքները շփվում են իրար հետ, միգուցե ես սխալ եմ, իրանք ճիշտ են, կամ տեղ կա իրանք սխալ են։ Դրանք այդ շփումները եւ արտահայտվելը ճիշտ է, որ կանք վերջնական նպատակ պետք է այն լինի, որ ազգի համար որն է լավ, կարող է ես լավ եմ, սխալ եմ, ճիշտ եմ, բան է, դա կարևոր չի։ Կարևորը վերջի արդյունքը մեր ազգին լավ լինի։ Որն է ազգի համար լավ։ Դուք երբ հասկացաք, որ երբ թեքվեցիք դեպի ազգային ժողովրդավարական բևեռ, որտեղ դուք նաև աջակից եք, երբ ինչը ձեզ թելադրեց, որ օքեյ, այս ընկերությունը կարծես թե ճիշտ բան է ասում։ Որտեղից, ինչպես գտաք, որտեղ մենք բոլորս գտել ենք։ Անկեղծ ասած, ես էլ եմ փնտրել, գտել եմ։ 9 թվից սկսած, որ արդեն 18 թվից ես մեծ ոգևորությամբ ասեմ, որ ցույցերին մասնակցել եմ, որովհետև իրոք հավատացած էի, որ ինչ որ բան է ուզում փոխվի, անցյալը
տեսեք հիմա հին ու նոր չանեն։ Կար թերություններ, որտեղ որ պետքա վերացվեր։ Այո։ Սիրուն չէր, դա մեր ազգին հարիր չէր, չգիտեմ, կաշառքը, սա, նա, դա չի նշանակում հիմա չկա։ Այն ժամանակ այն հույսով գնացինք, որ այդ խնդիրները, երևույթները վերացվի, ոչ թե ինչ որ անհատի հետևից գնացինք, այդ անհատին անձամբ չէի էլ ճանաչում, երբեք առաջից անգամն էլ լսում էի անկեղծ իրավաց։ Ուղղակի գաղափարի հետևից որ արդարություն պետքա լինի, դատարանները արդար լինի, չգիտեմ, սա լինի, նա լինի, այդպես գնացինք։ Եվ նույնիսկ այդ ժամանակ ես հիշում եմ 2018-ին, երբ որ Վարուժան Ավետիսյանը խորհրդարանի բակում ասեց այս ընտրություն, այս արդյունքները, այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա, ես իրան կոմենտ եմ գրել ու իրան ինչ-որ մի հատ ցենց անարգալից խոսք ասեցին, որ հետո իհարկե 1.5 տարի հետո իրան դեմ դիմաց տեսնելուց ներողություն եմ խնդրել, ասել եմ ես քեզ տեսնես բան եմ գրել, պարոն Ավետիսյան, ինձ կներեք, հետո որ դե տեսնում ես արդեն բոլորը բացվում են, բոլորը իրանց կարծիքներն ասում են, ես նայեցի բոլոր կարծիքների մեջ ամենաազգայինը ես տեսամ ազգային ժողովրդական բևեռը, թերություն չունի, կարողա եւ ունի, կարողա եւ տեղ-տեղ սխալվեմ, ես պատվերով չեմ, ես իմ ներքին զգացմունքով եմ ընտրել, եթե սխալ է լինի կփորձեմ շտկեմ իմ չափով, ես աջակից եմ ուղղակի, ոչ թե անդամ եմ, որտեղ ոչ ժամանակն ունեմ, ոչ էլ այդ կրթությունը գիտելիքն ունեմ, իմ չափով, իմ հնարավորության չափով կաշխատեմ օգնեմ, օգտակար լինեմ, որը որ ազգային է, կարծում եմ ազգային է, կարող ասում եմ ինչ որտեղ սխալվեմ նաև, բայց դա դիտավորյալ չի ելել։ Մարդ արարածը միշտ սխալներ է թույլատրում, անսխալ միայն նույնիսկ ես էլ ասենք բաներ եմ տեսել, թերություն եթե տեսել եմ, ներքին կարգով իմ կարծիքը որպես մի հատ աջակից, որպես մի հատ ասենք դրսից նայող, ասեմ, եթե օրինակ այս բանը սենց անի, իսկ թվում ավելի ճիշտ կստացվեր, ավելի հարմար կլիներ։ Այդ ես էլ այդ ձևի գտել եմ, հենց այդ ձևի մի հարց էի ուզում տայի, բայց հա, այս հարցում ուզում եմ մի հատ մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին ասեմ, ես այստեղ հարցեր եմ տեսնում, որ տալիս եք, բայց սիրելիներս, այս հարցերը մեր դոկտորի մասնագիտական հարցեր չեն, սրանք շատ նեղ քաղաքական հարցեր են, որ վերաբերվում են ազգային ժողովրդական բևեռի անդամներին եւ ընդհանուր խորհրդին։ Ուստի հարցերը խնդրում եմ ուղեք այս հարցերը ծավալուն, խնդրում եմ ուղեք ազգային ժողովրդական բևեռին իրենց YouTube-յան ալիքով կամ Facebook-ի ալիքով։ Կներեք, որ այսօր չենք կարողանալու պատասխանենք այդ հարցերին, ոչ ես եմ քաղաքագետ, ոչ դոկտոր Էդվինն է քաղաքագետ, եթե ուրիշ կան ինչ որ բժշկական, մասնագիտական այսպիսի հարցեր, սիրով խնդրում եմ գրեք եւ կպատասխանենք։ Իսկ հիմա հաջորդը ուզում եմ խոսենք մի քիչ լոբիստական ընկերությունների մասին։ Օրինակ, մենք գիտենք, որ բևեռը շատ մեծ լոբիստական ծառայություն է ներկա ստեղծել Վաշինգտոն DC-ում եւ հիմա Լոնդոնում եւ մենք երկուսս էլ հասկանում ենք, կարծեմ, թե ինչքան կարեւոր է լոբիստական աշխատանքը Հայաստանի համար, ազգի համար, հայ ազգի համար։ Ինձ թվում է լոբիստական աշխատանքը կարծես թե մեր ինքնության համար է, հայրենիքի պահպանման համար, ուստի մեր ինքնության։ Եթե չլինի հայրենիք, չենք լինի մենք, ով ենք մենք, մեր ինքնությունը, չէ՞։ Եթե չունես հայրենիք, ով ես դու։ Հիմա ինչ եք կարծում, ձեր կարծիքը այս հարցի շուրջ։ Միանշանակ դրական է, որովհետև մանավանդ Միացյալ Նահանգների նման տեղում եւ առհասարակ բոլոր երկրներում էլ դա ամենակարևոր աշխատանքներից է։ Մեր ազգը մենք ունենք սահմանափակ հնարավորություն, ռեսուրսներ, որը որ պետքա փորձենք դա մաքսիմալ օգտվել։ Այդ չի նշանակում սահմանափակը, այսինքն քիչ է մեր հնարավորություն, չէ, մեծ հնարավորություններ է, բայց այդ ինչ որտեղ որոշակի սահման ունի այդ հնարավորություն, բայց եթե ճիշտ որոշումներ անենք, ճիշտ քայլեր կատարենք եւ մաքսիմալ օգտվենք մեր ռեսուրսներից, դա իհարկե որ շատ լավ արդյունքի կհասնենք։ Մի հատ այդ ռեսուրսներից օգտվելը, ճիշտ լոբիստական ընկերությունների հետ աշխատելը, որպեսզի մեր խնդիրները կարողանանք հասանելի դարձնենք Ամերիկայի նման երկրի հասարակությանը,
կառավարությանը, Կառավարական որպեսզի անդամ։ որ մենք կարողանանք հնարավորինս այդ հնարավորություններից օգտվենք։ Ինչպես որ մեր հակառակորդ թշնամիներն են անում, տարեկան տասնյակ կամ երբեմն հարյուրավոր միլիոններ են ծախսում Միլիոններ են այդ աշխատանքը։ Այո, մեր թշնամի պետությունները միլիոններ են ծախսում։ Ի շնորհիվ Բևերի վարձակալած լոբիստական ընկերության պատերազմից հետո բավականին շատ լսումներ եղան Արցախի վերաբերյալ Վաշինգտոն DC-ում։ Իհարկե Հայաստանում ոչ մի լրատվական դրա մասին չհաղորդեց, բայց միտեղ կհասնեինք, եթե կառավարությունը ընդուներ այդ օգնությունը, եթե Արցախի կառավարությունը նույնպես ընդուներ այդ օգնությունը, բայց երկու կողմից էլ մենք հիշում ենք, որ ասեցին Արցախից ասեցին մանդատ տվեք մեր բարեկամ ռուսներին, իսկ Հայաստանից էլ ասեցին Արցախում ոչ մի վտանգ չկա։ Դրա համար այդ ծանր աշխատանքը, որ այդ լսումները, որ կազմակերպվել էին Վաշինգտոն DC-ում այդ մեծ տեղը, որ ամբողջ աշխարհի գագաթնակետն է, արդյունք չտվեցին։ Հիմա մենք աշխարհում 4 կողմը ունենք շատ բժիշկներ, շատ գիտնականներ։ Հիմա դուք էլ բավականին ուսանած բժիշկ եք։ Ձեր կողմից ինչ եք կարծում այս բժիշկները, այս գիտնականները ինչ որ մի կերպ մասնակցություն պետք է բերեն այս աշխատանքներին կամ կարիք ունեն բերելու կամ պարտավորվածություն ունեն կամ ոչ։ Ինչ է ձեր ուղերձը այս բժիշկներին։ Ես մեկ գիտնականներին, եթե որևէ մեկ իրան հայ է համարում, իրոք, եթե հայ չի համարում, այդ ուրիշ խնդիր է, որևէ պարտականություն կամ պատասխանատվություն չունի։ Մարդիկ կան ցավոք, ես տեսել եմ, որ իրանք արդեն իրանք հայ չեն համարում, քիչ են, բայց եղել են, հանդիպել են։ Բայց եթե հայ են համարում, օգտվում են այդ բրենդից, ու իմիջիալոց Սփյուռքին ես միշտ իմ հարազատներին եմ ասում եմ հայրենիք չի, որ ձեր կարիքն ունի։ Եթե լավ մտածեք, այդ դուք հայրենիքի կարիքն ունեք։ Դուք այդ հողի, այդ ձեր արմատները, եթե չսնվի ընդեից, շատ շուտ կչորանա։ Ձեզ ճանաչում են ցանկացած երկրում, որովհետև դուք ունեք մի հատ պետություն, որ այդ պետության անվան տակ են ձեզ ճանաչել։ Եվ բնականաբար ուզում է բժիշկ լինի, ուզում է, չգիտեմ, դասախոս լինի, ուզում է ուսուցիչ լինի, ուզում է բանվոր, ամեն մեկս ով իր չափով պարտականություն եւ պատասխանատվություն ունի եւ ամեն մարդ իր չափով պետք է անի դա։ Մի քանի տարի առաջ այն մութ ու ցուրտ տարիներ էր, բանել հոսանք էլ չկար, հազիվ էինք բանանում։ Մի օր տելևիզորը, չգիտեմ, բախտի բերումով հոսանք կար այդ հաղորդման ընթացքում, Կարո Քեբաբչյան, եթե չեմ սխալվում, հայտնի բաներ, կարատեի մասնագետ եւ Սև գոտի աշխարհահռչակ բան եւ եկել էր Հայաստան ու 1000 սաներ են վերցրել դպրոց էլ բացի, եթե չեմ սխալվում, հիշում եմ, այդ հաղորդավարը իրան հարց տվեց, պարոն Քեբաբչյան, դուք Ամերիկայում շատ լավ ապրուստ ունեք, շատ լավ կյանք ունեք, ինչ եղավ որ այնտեղ այդ ամենը թողեցիք, եկաք այս մութ ու ցուրտ երկրում։ Իր պատասխանը շատ հետաքրքիր էր, ասեց բոլորս եթե ասենք մութ ու ցուրտ, դա բան չի փոխվի։ Ամեն մեկս մի մոմ վառենք, այս երկիրը կլուսավորվի։ Եկեք ամեն մեկս մեր չափով մեր մոմը վառենք։ Մեծ քայլեր պետք չի, այդ փոքր քայլերի համագումարն է, որ դառնում է ահռելի աշխատանք։ Ինչպես որ ասեցի, այդ ճպտա Հայաստանը շաբաթը մեկ անապահով մարդուն կամ ընտանիքին ընդունելը դա մեծ բան չի, բայց ընդհանուր հաշվարկով դա շատ մեծ քայլ է լինում։ Բոլորը քայլերն էլ այդպես։ Շաբաթօրյակներ կային, ես ճիշտ է ասեմ, կոմունիստական սովորություններ այն ժամանակից եկել, բայց բավականին հետաքրքիր է։ Ամեն մեկը մի փոքր մաս էր անում, միանգամից տեսնում էր ամբողջ քաղաքը մաքրվում էր։ Դա բավականին հետաքրքիր։ Բոլոր գործերն էլ այդպես է։ Ես էլ եմ միշտ դա հիշում, բայց հենց այդ խոսքի վրա էլ ուզում եմ ավարտենք հաղորդումը։ Շատ լավ խոսք ասեցիք, ամեն մեկս մի մոմ վառենք, մեր երկիրը կլուսավորվի։ Այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, շատ շնորհակալ ենք ձեզ, Դոկտոր Էդվին։ Ձեզ նույնպես շնորհակալ ենք, հարգելի հեռուստադիտող։